Չորրորդակավորած 5-րդ գլուխ Նեման բորոտի բուժման մասն է խոսքը, այս պատմությունները կկարդամ սկզբից, մի շատ հետաքրքիր բան կա, ասորիների թագավոր զորապետ Նեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություններ տվել ասորիներին։ Մեզ շատ հետաքրքիր է, որ կարդում ենք Աստվածաշունչը, ամբողջ այդ ընթացքը մենք կարդում ենք Իսրայելի մասին, թե Տերը Իսրայելի Աստվածն է եւ ամեն բան անում է Իսրայելի համար։ Բայց հետաքրքիր է, որ կան օտար ազգի մեջ մարդիկ, որ նրանք սիրտը տվել էին Տիրոջը կամ Տերը նրանց հետ գործում էր, Տերը նրանց հետ բան ուներ անելու, թե Իսրայելի համար, թե հենց իր ազգի համար։ Հետաքրքիր է, որ ասում են Տերը նրա միջոցով փրկություններ տվել ասորիներին։ Ով ուզում է սեղի, եթե քո սիրտը տաս Տիրոջը, Տերը քո հետ կգործի։ Ով ուզում է սեղի։ Հետաքրքիր ասում են եւ այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։ Մի անգամ ասորիների գնդերը եկել էին Իսրայելի երկրից, գերի էին տարել մի փոքրիկ աղջկա, որը ծառայում էր Նեյմանի կնոջը։ Սա ասաց իր տիկնոջը, երանի թե իմ Տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, եւ նա նրան կբժշկեր իր բորոտությունից։ Հետաքրքիր է, այս երեխեքի անունը չի տալի, մենք տարիքն չգիտենք, բայց մի բան է ենթադրում, որ համենայն դեպս այն տարիք երեխա է, որ գիտակցում էր, որ երկրում կա մեկը, որ կարող է բժշկել, որ կա Աստված, որ կարած իր Տիրոջ մասին զորությունը փոխանցել այս զորապետին։ Հետաքրքիր է, որ երեխեքը կարան նրան ամբողջ ազգ փրկել։ Աստծո խոսքով, եթե Աստված ասում է քարերից կարա որդիներ հանել, ուրեմն երեխայի միջոցով, երեխայի շուրթերով կարա ամբողջ բանակ փրկել։ Ամեն։ Եվ Նեյմանը գնաց ու պատմեց իր տիրոջը, ասելով այսպես է խոսել Իսրայելի երկրից եկած աղջիկը, ասորիների թագավորն ասաց. գնա, ես էլ նամակ ուղարկեմ Իսրայելի թագավորին, նա գնաց ու իր հետ վերցրեց 10 տաղանդարծաթ, 6000 ոսկի եւ 10 ձեռ փոխանոց հագուստներ։ Եվ Իսրայելի թագավորի բերեց նամակը, որի մեջ ասված էր. Արդայս նամակը հենց որ հասնի քեզ, իմացիր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ Նեյման ծառային, որ դու նրան բժշկես իր բորոտությունից։ Եվ երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հանդերձներ եւ ասաց. Միթե ես Աստված եմ, որ մերցնեմ կամ կյանք տամ, որ ինձ մոտ մարդ ես ուղարկում բորոտությունից բժշկելու համար, սակայն դուք իմացեք, որ տեսեք, որ նա կռվի պատճառել որոնում իմ դեմ։ Հետաքրքիր է, չէ, Իսրայելի թագավորը չէր ճանաչում Աստծո զորությունը։ Իր ուշքը միտքը մենակ մտածում էր վերջ, թշնամի պատրվական մանգալի պատերազմ անգալու իր հագուստները պատրեց, ասում է դուք սաղը տեսեք, որ էսի անպատճառ պատրվական անգալիս։ Եվ երբ Աստծո մարդը Եղիսեն լսեց, որ Իսրայելի թագավորը պատրել էր իր հանդերձները, այդ ժամանակ մարդ ուղարկեց թագավորի մոտ ասելով. ինչու պատրեցիր քո հանդերձը։ Թող նա գա ինձ մոտ եւ իմանա, որ մարգարե կա Իսրայելում։ Նեյման իր ձիերով ու կառքերով գնաց կանգնեց Եղիսեի դռան առաջ, դռան մոտ, Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ ասելով. գնա եւ 7 անգամ լվացվիր Հորդանանում եւ քո մարմինը կվերադառնա քեզ մոտ ու կմաքրվես։ Բայց Նեյմանը բարկացավ ու գնաց ասելով. ես կարծում էի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչի Տիրոջ Աստծո անունը եւ ձեռքը շարժի այն տեղի վրա եւ այդ ժամանակ կբժշկի բորոտությունից։ Հետաքրքիր է, որ Եղիսեն ինքան վստահ էր Աստծո խոսքի վրա, որ ինքը չասեց, ասա պատգամավորին ասեց գնա, ասա թող 7 անգամ մտնի գետը եւ կմաքրվի։ Հետաքրքիր է Աստծո բուժման ձևերն, էլի Աստված շատ հետաքրքիր է։ Մենք Հիսուս Քրիստոսի կյանքից տենում ենք, որ մեկին ասում է գնա քեզ ցույց տուր քահանային, ասենք բորոտին ասում է պիտի քահանային ցույց տա, որովհետեւ քահանան էր այդ տարանում մաքուր կամ անմաքուր։ Այն մեկին թքումա ցեխասարկում քսում աչքին ասում է գնաս Երևանի ավազանում լվացվի։ Մեկին ուղակի ձեռքա դնում, Աստծո գործերը շատ անքննելու հետաքրքիր են։ Այստեղ հետաքրքիր է, որ Նեյման ասում է գնա 7 անգամ թաթախվիր Հորդանան գետում եւ դու կբժշկվես։ Ինքն էլ նեղանում, ոնց թե ինքը չի եկել։ Միշտ տենց է տեսել, երևի իրանց աստվածների մոտ երևի տենց են նայում, իր պատկերացման մեջ էլ կար երևի պետք է ձեռը դնի ինչ-որ Աստծո անունը կանչի, ես ինչեր անի, որ բժշկվի։ Նեղացել էր, որ ինքը դեռ ոսկիներով, ինքը արծաթներով էր գնացել, որ իր բժշկությունը գներ։ Բայց բժիշկը իր մոտ է դուրս չեկավ։ Պատկերացրեք, եթե հիվանդանոց բժիշկի դուս են, որ մեր հիվանդանոց գիտեք, որ
բանը թուղթը քաշու կայնում ենք, այդտեղ թուղթը քաշես սպասես, բայց դե դու հարուստ մարդ ես, ոսկիներով էթում ես ընտանեկան բժշկի մոտ, մեկ էլ բժշկի օգնական իջնում ասում գնա 7 անգամ թաթախի զանգուի մեջ կբժշկվես։ Տիրոջ խոսքը այնքան զորավոր է, եթե երեխու բերանով էլ ասի, ուրեմն կկատարվի, կապ չունի, ով է ինչա, տիրոջ խոսքի մեջ ասողությունն է, ասողը կապ չունի, ասողի սիրտն է կարևոր։ Հետո ասում միթե, ես էլ Նեմանն ասում, միթե Դամասկոսի Աբանա եւ Փարփարա գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավը չեն։ Միթե չեն կարող նրանց մեջ լվացվել ու մաքրվել, եւ նա ետ դարձավ ու գնաց բարկությամբ։ Բայց նրա ծառաները մոտեցան, խոսեցին նրա հետ եւ ասացին. «Ով հայր, եթե մարգարեն քեզ մի բան ասած լիներ, մի մեծ բան, չէիր անելու, էլ ուր մնաց, որ քեզ ասավ լվացվի եւ կմաքրվես»։ Եվ նա իջավ ցած Աստծո մարդու խոսքի համաձայն 7 անգամ սուզվեց Հորդանանի մեջ, նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ եւ նա մաքրվեց։ Ինչքան փառավոր բան է, որ քո կողը կա մի ընկեր, չեմ ասում ծառա, որ մի հատ կարող է դու բոլորիս հետ լինում է պահեր, երբ որ անորոշության մեջ ես, բայց կարող է մի հատ թեթև խոսք ուղղակի Աստծոց իր բերանով գա քեզ ու տիրին ամեն խաղաղություն ինչի վրա դու որ մտածում ես։ Այն հարցի պատասխանը այնքան լավ է, որ ճիշտ ընկեր ունենաս քո կողքին, որ քեզ ուղղորդի Աստծո մոտ, Աստծո մարդու ասած խոսքը անելու։ Նա իր ամբողջ բանակով եւ դարձավ, եկավ Աստծո մարդու մոտ, կանգնեց նրա առաջ եւ ասաց. «Իմացա, որ այս ամբողջ երկրի վրա Աստված չկա, այլ կա միայն Իսրայելում եւ հիմա խնդրում եմ, մի ընծա ընդունիր քո ծառայից»։ Բայց նա ասաց. «Կենդանի տերը, որի առաջ կանգնած եմ, չեմ ընդունի»։ Նեյմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։ Եվ Նեյմանն ասաց. «Հիմա որ չես ընդունում, թող քո ծառային 2 ջուրու բեռ հող տրվի, որովհետև քո ծառան Տիրոջից բացի այլև ուրիշ աստվածների ողջակեց կամ զոհ չի մատուցելու։ Թող այս բանը միայն Տերը ների քո ծառային, այսինքն այն, որ երբ իմ Տերը Ռեմոնի տունը մտնի այնտեղ երկրպագություն անելու համար ու հենվի իմ ձեռքին, եւ ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը, այն ժամանակ դրա համար, այսինքն Ռեմոնի տանն իմ երկրպագելու համար թող Տերը ների քո ծառային»։ Ինչքան հետաքրքիր պահա, որ այս պատմությունը գիտեք ինչ ա հուշում, որ ինքը դե մեծ գումարով եկել էր, որ բժշկվեր, բայց Եղիսեն գումար չվերցրեց։ Իրոպես ասեմ, որտեղ ա գրած կոնկրետ այդ համար, ասում է Ղուկաս 16-ում, ասում է անիրավ մամոնային ձեզ համար բարեկամներ սարքեք։ Ըստեղ այն պահն է, անգամ այս գումար վերցնելու չվերցնելու դու կարաս այդ մարդու սրտը շահես ու ուղղես դեպի Հայր Աստծուն։ Հետաքրքիր է, որ ասում եմ սրա համար, այսինքն սրանից հետո ես պաշտելու եմ միայն այդ Տիրոջ, այդ Աստծուն։ Շարունակություն էլ ասեմ, որ միտքս ընդհանուր բացատրեմ իմ հայտնությունը, եւ նա ասաց, Եղիսեն ասաց, գնա խաղաղությամբ։ Եվ նա մի քիչ հեռացավ նրա մոտից։ Գեհեզին Աստծու մարդու Եղիսեի ծառան ասաց. «Ահա իմ Տերը խնայեց այս ասորի Նեյմանին եւ բերածը չվերցրեց նրա ձեռքից։ Կենդանի Տերը եթե ես չվազեմ նրա ետևից, եւ մի բան չվերցնեմ նրանից, եւ Գեհեզին վազեց Նեյմանի ետևից, եւ երբ Նեյմանը տեսավ, որ մեկը վազում է ետևից, կառքից իջավ ցած նրան դիմավորելու եւ ասաց. «Խաղաղությամբ է»։ Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է»։ Իմ Տերն ինձ ուղարկեց, թե հիմա ինձ մոտ Եփրեմի սարից մարգարեների խմբից 2 պատանի են եկել։ Խնդրում եմ նրանց համար մի տաղանդ արծաթ ու 2 փոխանոթ հանդերձ տուր»։ Եվ Նեյմանն ասաց. «Բարեհաճի 2 տաղանդ»։ Եվ նրանց ստիպեց 2 տաղանդ արծաթ, ծրարեց 2 պարկի մեջ եւ 2 փոխանոթ հանդերձ ու տվեց իր 2 ծառաներին, որոնք տարան նրա առջևից։ Երբ բլրին հասան, վերցրեց նրանց ձեռքից եւ թաքցրեց իր տան մեջ, մարդկանց ճանապարհ դրեց ու նրանք գնացին։ Իսկ ինքը եկավ ու կանգնեց իր Տիրոջ առաջ։ Եղիսեն ասաց նրան. «Որտեղից ես գալիս, Գեհեզի»։ Եվ նա ասաց. «Քո ծառան ոչ մի կողմ չէր գնացել»։ Եվ Եղիսեն նրան ասաց. «Չէ՞ որ իմ հոգին գնացել էր այնտեղ, երբ այն մարդը ետ դարձավ իջավ իր կառքից, քեզ դիմավորելու, միթե արծաթ առնելու, հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ, ծառաներ եւ աղախիներ առնելու ժամանակն է հիմա։ Ուստի թող Նեյմանի բորոտությունը հավիտյան կպչի քեզ ու քո սերնդին»։ Եվ Գեհեզին գնաց նրա մոտից դուրս եկավ բորոտությունից ջերմակցունի նման։ Շատ հետաքրքիր է,
որն է իմ հայտնությունը, ինձ այնքան էլ հուզեր այս պահը, ուրեմն տեսեք Եղիսեն Նեեմանին Աստծո խոսքով որոտությունից մաքրեց։ Բայց Եղիսեն խիղճ ոչ մի գումար չվերցրեց, որովհետև դրա հեղինակը ինքը չէր։ Այդ բժշկողը ինքը չէր։ Դրա համար Նեեմանը փառքը տվեց Աստծուն եւ ասաց ես կգնամ ու կպաշտեմ թագավորին Աստծուն։ Իսկ Գեյզին գնաց գումարը վերցեց, կարծես թե Աստծո փառքը վերցներ իրան, դրա համար Աստված հարվածեց իրան։ Սիրելիներ, այնքան նուրբ պահը Հիսուսը չի ասում ձրի եք առել, ձրի էլ տվեք։ Եթե մի պարգև դու ունես լցված Տիրոջից, եթե մի բան դու ունես, եւ այդ փառքը չես տալիս Տիրոջը, հիշեք, մենք ինչ որ կանք, անգամ այսօր որ ստեղ խաղաղության մեջ նստած ենք, մեր անունները գրված է կյանքի գրքում, Տիրոջ փառքն է արել։ Տիրոջը պիտի փառք տանք մենակ։ Մենակ դրա համար, որ այսօր զարթնել եք ենք, ստե փառք պիտի տանք Տիրոջը։ Ու այն փառքը, որ պատկանում է Աստծուն, պիտի տանք Աստծուն։ Ամենավատ ոնց ասեմ, ամենավատ բանն է, որ Աստծուն պատկանող փառք է, որ պիտի տան Աստծուն վերցնես քեզի։ Հիմա մենք պատմության մեջ կշարունակենք մի քանի օրինակներ կբերեմ, տենանք ինչքան վատ բան է, որ այն փառքային զորությունը, որ պատկանում է Աստծուն, այն երկրպագությունը, որ պատկանում է Աստծուն, որ մարդը իրան է վերագրում։ Տեսեք, այստեղ Գեյզին գնաց վերցրեց իրեն, կարծես թե ինքն այդ բժշկություն արել, դրա համար Աստված հարվածեց եւ Եղիսեն էլ ասավ դա։ Ուրեմն այստեղ Եսայա 42:8-ում ասում է ես եմ Տերը, սա է իմ անունը, ես իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ գովաբանությունը քուրքերին։ Աստված շատ նախանձոտ Աստված է։ Աստված ամեն նրբության մեջ շատ ու շատ իր քո սիրտը ում է պատկանում։ Դու ում ես տալիս, ինք ասում է իմ գովաբանությունը չեմ տա քուրքերին։ Այն բանը ինչի դու պաշտում ես, եթե դրա հեղինակ Աստված չի, ուրեմն շատ զգուշելի։ Թույլ մի տուր, որ հանկարծ քո մոտ այդպես բան լինի։ Այն կախվածությունը, որ դու ունես, զգուշելի, որ եթե դա Աստծո հետ կապված չի։ Մի հետաքրքիր պատմություն էլ պատմեմ։ Ծննդոց 46-ից 8-ը, էսի Հովսեփի կյանքն եմ արդեն ուզում ձեզ ներկայացնեմ, ասում եմ, էսի այն բանն է, որ Հովսեփը իջավ բանտ, Աստուխի Մատրվակապետի պատմությունն է, որ երազ են տենում, տրտմում են ու չգիտեն ում պատմեն, այստեղ ասում է առավոտյան Հովսեփը եկավ նրանց մոտ եւ տեսավ, որ նրանք տրտմած էին եւ հարցրեց փարավոնի ներքինիներին, որոնք բանտարկված էին իր հետ Տիրոջ տան բանտում եւ ասաց նրանց. ինչու են ձեր դեմքերն այսօր տխուր։ Նրանք պատասխանեցին. երազ ենք տեսել եւ մեկնող չկա։ Հովսեփն ասաց նրանց. մեկնություններն Աստծուն են վերաբերվում, խնդրեք պատմել ինձ։ Տեսեք Հովսեփը անգամ երազը չէր լսել, բայց վստահ էր, որ ինքը կմեկներ։ Անգամ հələ դեռ չմեկնած, ինքը փառքը տվեց Աստծուն։ Ասավ Աստծուն են պատկանում մեկնությունները, որովհետև այս կյանքում ինչքան մեկնություն, հարց ու պատասխան կա, Տիրոջն է պատկանում։ Մենք ուղղակի Տիրոջից լցվում ենք իմաստության Տերը, երբ որ տալիս է իմաստություն, մենք ենք խոսալու, բայց Տիրոջ կամքով։ Շատ հետաքրքիր սովորելու բաներ ունենք էլի Հովսեփից մենք։ Այստեղ հետո շարունակության մեջ, երբ որ Հովսեփին արդեն փարավոնն է երաստենում, տրտմում եւ մեկնող չկա, նորից Մատրվակապետը հիշում է Հովսեփի մասին եւ ներկայացնում է փարավոնին, այստեղ արդեն շատ չկարդամ, որ չծանրացնեմ ձեզ, ասում է Փարավոնն ասեց Հովսեփին, երազ եմ տեսնել եւ չկա մեկը, որ մեկնի այն, եւ լսել են քո մասին, ասում են, որ դու կարող ես երազներ մեկնել։ Հովսեփը պատասխանեց փարավոնին եւ ասաց. ոչ թե ես, այլ Աստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին։ Աստված օրհնի նման մարդկանց համար, որ ցանկացած տեղ, ցանկացած պահի լինեք աշխատանքի վայրում, լինեք շուկայում, որտեղ ուզում եք լինեք, եթե մի բան կա մեր մեջ, եթե տեղ պիտի բարձրացնեն քեզ, հիշի, որ քեզ բարձրացնել է, այդ աստիճանի հասցրել է Տերը։ Եթե դու բարձրացնես Տիրոջը, Տերը քեզ կբարձրացնի։ Միշտ հիշեք, ինչ որ կանք, այն որ մեր սիրտը փափագել է Տիրոջ ձայնին արձագանքել դրական, այն որ մենք դարձել ենք Տիրոջ որդիներ, էլի Տիրոջ փառքն է, Տիրոջ մեծ կամքն է։ Ամեն։
Դրա համար փարավոնն ասում է, հետաքրքիր ասում է, փարավոնն ասած իր ծառաներին կարող եք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ լինի Աստծո հոգին, եւ փարավոնն ասած Հովսեփին, քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ եւ իմաստուն մարդ չկա, դու իմ տան վրա եղիր եւ իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզանից մեծ կլինեմ։ Հետաքրքիր ասում, դու բարձրացրու Աստծուն, Աստված էլ քեզ կբարձրացնի։ Հովսեփը դառավ ամբողջ Եգիպտոսում փարավոնից հետո երկրորդ մարդը։ Միշտ հիշեք, եթե դու ուզում ես բարձրանաս, ամեն առաջինը փնտրի Աստծո փառքը։ Դու բարձրացրու Աստծո անունը, թող Տերը փառավորվի քո կյանքի մեջ, որ մնացածը տենան քո փառավոր ապրած կյանքը կփառավորեն Աստծուն, ու Աստված էլ քեզ կփառավորի։ Հովսեփից էլի մի փոքր հատված էլ ասեմ, այսի այն ժամանակն է, երբ որ արդեն Հակոբը մահանում է, իր եղբայրները վախենում են, դեռ մտածում են Հովսեփի հանդեպ որ դավաճանություն են արել, մտածում են ինչ-որ վատ բան կանի, եւ ասում է Հովսեփն ասում է նրանց՝ մի վախեցեք, միթե ես Աստծո փոխանորդ եմ։ Ինքը իր ամեն կյանքի փուլում, թե երիտասարդ, թե պատանի, թե մեծ տարիքում, ինքը ամեն պահերի կար են այս պահեր, որ պիտի իրան բարձրացնեին, ինքը փառքը տվեց Աստծուն։ Միշտ հիշեք, երիտասարդ, ջահել, թե պատանի մեծ, որ տարիքում լինեք կգա պահեր, կգան ժամանակներ, երբ որ քեզի կգովաբանեն, քեզի կփորձեն բարձրացնել, փառքը տվեք Աստծուն։ Ամեն։ Եթե Աստծո փառքը քեզ ես վերագրում, դա հպարտություն է։ Մենք լավ տեսանք երկնքում ինչ կատարվեց։ Երբ որ այն երկրպագությունը փառքը պատկանում էր Աստծուն, Սատանան փորձեց ինքը վերագրել իրան, մտածեց թե իմ գահը բարձր դնեմ Աստծո գահից եւ այդ փառքը փորձեց իրեն վերագրել, Աստված ինչ արեց նրան ցեցեց երկնքից եւ նա իր ամենագեղեցիկ տեսքից դառավ ամենատհաճ, ամենաճիշտը չեն տեսել, բայց գիրք ասում է, որ շատ վատ պատկեր ստացավ։ Մի հետաքրքիր պատմություն է կա, որ բացեմ կարդալով ասեմ էլի, Գործառաքելոց 12-ի 22-ից 23 Հեռախոսով շուտ կգտնեի, բայց ինձ կներեք գրքով եմ այսօր, կներեք գրքով եմ այսօր, 22-ից 23 հատվածներում։ Էսի են պահնա, երբ որ Հերովդեսը, սկզբից 20-ից կարդամ, Հերովդեսը Տիրոսի և Սիդոնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին, Արքունի սենյակապետին խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն Արքունից էր կերակրվում, որոշված օրը Հերովդեսը թագավորական զգեստ հագած նստել էր ատյանում եւ հրապարակալ խոսում էր նրանց հետ, իսկ ամբողջ նախաղակում էր, դա Աստծո ձայնն է, ոչ թե մարդու։ Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծուն չտվեց փառքը եւ որդերով լցվեց ու մեռավ։ Ինչքան դժվար, ինչքան վատ բան է Աստծո փառքը, երբ որ մարդուն ես վերագրում։ Հետաքրքիր է, որ պահեր գալիս են, սկիզբից ասում է, իր թագավորական զգեստը հագավ, շատ հնարավոր է քո վրա մի հատ այնպես սիրուն պաշտոնական զգեստ գցեն, բայց դու միշտ հիշի, արտաքինը չի, դու սրտանց Տիրոջն ես պատկանում։ Շատ անգամ պահ է գալիս, որ մի քիչ սիրուն ես հագնում, ոնց որ թիթիզն ես։ Միշտ հիշի, որ Տերն է քո թագավորը, պարտությունը հանեք ձեր մեջից։ Գործառաքելոց 8-18-ից 24 համարում եմ ուզում կարդամ, ծանոթ տեղեր եմ կարդում, ուղղակի մեջ բերում եմ անում են հատվածները, ովքեր փորձել են Տիրոջ փառքը իրանց վերագրել։ Սիմոնը տեսնելով, էսի Սիմոն Մոգի մասին է, որ առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է նրանց, փող առաջարկեց եւ ասաց. Ինձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռք դնեմ Սուրբ Հոգին ստանա։ Պետրոսը նրան ասաց. Կորիր քո արծաթի հետ միասին, որովհետև կարծեցիր, թե Աստծո պարգևը կարելի է փողով առնել։ Դու դրանում ոչ մաս ունես, ոչ ժառանգություն, որովհետև քո սիրտը Աստծո առաջ ուղիղ չէ։ Արդ քո այդ չարության համար ապաշխարիր եւ աղաչիր Տիրոջը, թերևս քո սրտի չար խորհուրդը ներվի քեզ, որովհետև քեզ տեսնում եմ դառը մաղձի եւ անիրավության կապանքների մեջ։ Սիմոնն ասաց. Դուք Տիրոջը ինձ համար աղոթեք, որպեսզի ինձ վրա աստվածներից ոչինչ աստվածանից ոչինչ չգա։ Աստծունը տվեք Աստծուն, իսկ կայսրինը տվեք կայսրին։ Հետաքրքիր է, որ երբ որ Տերը Սողոմոնին ասեց ինչ ես խնդրում, ասա, ինքը ոչ փառք ուզեց, ոչ հարստություն, ոչ կյանքի օրերին, ինքը իմաստություն խնդրեց,
ասում որ քո ժողովրդին կարողանամ ճիշտ դատել։ Դրա համար Տերը տվեց ամեն բան, թե փառքը, թե ամեն ինչը։ Հետաքրքիր է Աստծուն փնտրողներն ուրիշ են, էլի, թե Հովսեփը, թե մանուկ երեխային Նեման, իրանք ցանկացած տարիքում ներկայացրեցին Աստծուն։ Ամեն պահի դու պետք է միշտ առաջի տեղում դնես Աստծուն։ Երբ որ Հովհաննես Մկրտիչին հարցրեցին, թե դու ով ես, նա չասավ ես ով եմ։ Ասեցին դու Քրիստոս ես, ասեց չեմ։ Դու մարգարե ես, ասեց չէ։ Ով ես, ինչ ասենք մեզ ուղարկողն, ասաց ես եմ անապատում կանչողի ձայնը, պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը։ Ինքը մի անգամ ուստ Տիրոջը ներկայացրեց։ Ինքը իր անունն էլ անգամ չասաց, թե ով եմ ես։ Ասում է առաջի Կորինթացից 10:31-ին ասում է ուրեմն ուտենք, թե խմենք, ինչ գործել որ անենք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Ղուկա ասում է գրածը, որովհետև ամեն ոք ով իր անձը բարձրացնում է կխոնարհեցվի, իսկ ով որ իր անձը խոնարհեցնում է կբարձրացվի։ Մի հետաքրքիր պատմություն կա, լսել եք դուք Տիտանիկի պատմությունը, որ իր ստեղծողին հարցնում են, ասում են ինչ կասեք ձեր նավի մասին, ասում են որ անգամ Աստված չի կարող խորտակի այդ նավը։ Բոլորս էլ տեսանք, մի հատ ընդհանրապես սառցեբեկոր, մի հատ այսբերգ հարվածեց ու նավը սկավ։ Մի հատ խումբ կար աշխարհահռչակ Beatles խումբը, իրանց երաժիշտների Ջոն Լենոնը, երբ որ ասել էր Քրիստոսն ով է, ես իրանից ավելի հայտնի եմ։ Հետաքրքիր է, որ մարդը հենց մի քիչ մարդուն փառավորում է ժողովուրդը, վրաց իրան ուզում է համեմատի Աստծո հետ։ Իրան այն ոնց որ ասած միակ բանը ոնց որ նպատակը, որ համեմատվեն Աստծո հետ, Աստծոց բարձր լինեն։ Չարից դրված, սատանից դրված միտքն է դա, երբ որ դու փորձում ես Աստծուն համեմատվես, Աստծուն անգամ քեզնից բարձր դնես։ Երբեք պիտի մարդու մեջ չլինի նման միտք։ Տերը հանդեմանի չարին, որտես մտքեր չբերի ոչ մեկիս։ Երկրորդ Թագավորաց 6:20-ից 23-ում այստեղ այն մասն է, երբ որ Դավիթը Աբդեդոմի տնից տապանակը պիտի բերի Երուսաղեմ։ Ամբողջ ճանապարհի երբ հակած Դավիթը պարելով գալիս էր տապանակի առաջից մինչև Երուսաղեմ։ Հետո դրանից հետո ասում է երբ Դավիթը երբ դարձավ տուն նորնելու, Սավուլի աղջիկը մեղքով դուրս եկավ Դավիթին դիմավորելու եւ ասաց. Ինչպես պատվեց Տերը իրեն Իսրայելի թագավորն այսօր, որ այսօր ինքն իրեն մերկացրեց իր ծառաների եւ աղախիների առաջ, ինչպես մերկացնում է իրեն դատակ մարդկանցից մեկը։ Հետաքրքիր խոսքերի ու որ ինքը չպատկերացնի տապանակնով Աստվածնով նման միտք է գալիս։ Ասում է եւ Դավիթը ասաց մեղքողին. Տիրոջ առաջ, որը քո հորից եւ նրա ամբողջ տանից ավելին ինձ ընտրեց եւ ինձ իշխան դրեց Տիրոջ ժողովրդի Իսրայելի վրա, այդ Տիրոջ առաջ ես պիտի պարեմ։ Եվ դեռ սրանից ավելի ես անարգ պիտի երևամ իմ աչքին, ավելի նվաստ պիտի լինեմ, իսկ քո ասած այն աղախիների առաջ պիտի փառավորվեմ։ Եվ Սավուլի աղջիկը մեղքով մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։ Աստված ասում է ինձ փառավորողին ես կփառավորեմ, ինձ բարձրացնողին ես կբարձրացնեմ։ Դավիթին դրա համար է սիրում էր Աստված։ Դավիթը թագավոր էր, անգամ այդ պահին ինքը իր թագավորական զգեստը հանեց, պատմուճան էր հագել, որ Տիրոջ առաջ պարելով գար, որովհետև եթե Տերը քո տունն է գալիս, պիտի եղնիկի պես պարես իր ներկայության առաջ։ Եթե մենք ընդունում ենք հոգով լցված ենք, մենք գիտենք Տեր այստեղ է, մենք իր առաջ պիտի եղնիկի պես պարենք։ Տիրոջ ներկայության մեջ, խաղաղության մեջ պիտի երկրպագենք իրան, Դավիթի պես պիտի պարենք։ Ասում է ինչ է փառքը, տեսեք ինչ է։ Երբ դու ուզում ես անել մի բան, որ այդքան էլ չես ուզում, բայց Աստված է ուզում ու դու անում ես, էդի փառքը բարձրացնում Աստծուն։ Շատ անգամ Տերը դու գիտես, որ Կիրակյա պիտի գաս պաշտամունքի կամ մի խոսք պիտի խոսաս ինչ-որ մեկին, մարմինը տկարա դու չես ուզում, բայց Աստծո կամքը գիտես դու գնում ես անում ես, այդտեղ փառքը բարձրացնում Աստծուն։ Եթե դու թողում ես քո այն ամեն մարդկայինը եւ մոտենում ես Աստծուն, բարձրացնում ես Աստծուն կամքը, առաջի տեղ դնում ես Աստծո կամքը, բարձրացնում է Տիրոջ փառքը։ Եվ Տերն է կբարձրացնի մեզ։ Սիրելիներս, այս ամբողջ խոսքերը, այս ամբողջ բաները որ կա,
Աստված մեզ տվել է, որ մեր կյանքում նես չի էլի, որ ինչ-որ օրինակ չունենք, այս մարդիկ, տեսեք Դավիթ թագավորը իր կյանքում օրինակներ չուներ, եւ երբ որ սխալ էր անում, մարգարեն տեղում հանդիմանում էր, բայց մեր առաջ կա Աստծո խոսքը, Աստծո գիրքը գրած, որ Տիրոջ կամքը հասկանանք, Տիրոջ փառքը հասկանանք, իմանանք թե ով ենք մենք, որտեղից գնեց Տերը մեզ։ Եթե մենք մի վարքյանով ամբողջ աշխարհից, ասես մի վարքյանով ցույց տան դժողքի կրակը, սա ամբողջ մարդիկ ապաշխարեն։ Եթե պատկերացնեք ինչից ենք ազատվել, փառքը պիտի տանք միայն Տիրոջը, որովհետև մենակ Տերն արժանի փառքի, պատվի, մեծարանքի։ Այսօր դուք որ ստեղ նստած եք, Տիրոջ փառքի զորությունն է, Տիրոջ մեծ սերն է, որ դուք ստեղ եք։ Մի հետաքրքիր լավ բան էլ ա կոպել սրտիս, ասում է, եթե Տերը իր երեխուն ա տվել քո համար, էլ ինչ ուզես չի տա, էլ ինչ ուզես չի տա, իր ամենահարազատին ա տվել, իր ամենամիածնին ա տվել այստեղ նստողներից ամեն մեկիս համար, ինչ ուզենք չի տա, ասում է, եթե դուք այն հայրերն եք, որ հաց եք խնդրում, միթե կարիճ կտակ կամ քար կտակ, ապա որքան երկնային Աստված, որ Սուրբ Հոգին խնդրեք չի տա, դրա համար փառք լինի Տիրոջը իր հոգու համար, որ եղել է մեզ վրա այսօր, փառք լինի Տիրոջը իր խաղաղության համար, որ մենք այսօր նստած ենք, օրհնյալ լինի Տերը, որ պահում է մեր Հայաստանը, փառավորվի Տերը, որ մեզ տվեց եկեղեցի, Տերը օրհնի մեր եղբայրներին, որ այսօր հոգնած նստած են, մինչև 12 աղբերներս տանջվել են, Աստված օրհնի, որովհետև Տիրոջ գործերը շատ անքնելի է, մենք հիշեք, մենք ինչ ենք աղոթում, Տեր ջան, մի տարածք տվելի, մի քիչ արևոտ կամ մի քիչ ստենց, մի քիչ ունեն, բայց Տերին ինչ տվեց։ Մենք մարդկային մտածելակերպը հազիվ հասցնի աղոթենք վարձով շենքի համար, բայց Աստված իր փառքով մեզ շնորհեց մեր լավ տեղ ու շնորհել է լավ աղբերներ ու քուրիկներ, որ մի վարքյան անգամ չի կայնում եկեղեցու գործը։ Մենք նկարել ենք վերջում ցույց կտանք, որ մի հատ ընտանիքի մեջ ոնց որ գործանես, ուղղակի որ ցես կողից նստես նայես աղբերների շփումը գործը, կզգաս ինչ գանձ աղբերներ ունեք ստեղ նստած, Տեր օրհնի ձեզ քուրիկներ ջան, խոսքս էս է, միայն փառքը տվեք Աստծուն, երբեք ու երբեք մարդուն չվերագրեք այն փառքը, որ Տիրոջն է պատկանում, Աստված օրհնի ձեզ։